Երբևէ մտածել եք ինչու է ծովը աղի։ Սա գիտեք այն պարզ հարցերից է, որի պատասխանը բացում է մի ամբողջ պատմություն։ Մեր մոլորակի, նրա քիմիական հավասարակշռության եւ նույնիսկ մեր իսկ ապագայի մասին։ Դե ինչ, եկեք միասին սուզվենք այս թեմայի մեջ։ Ուղղակի մի պահ պատկերացրեք։ Եթե մենք կարողանայինք օվկիանոսի ամբողջ աղը հանել ու հավասարաչափ փռել ողջ ցամաքի վրա, կստացվեր ավելի քան 150 մետր հաստությամբ մի շերտ։ Դա մոտավորապես 40 հարկանի շենքի բարձրություն ունի։ Խելահեղ մասշտաբ է, այնպես չէ՞։ Դե տրամաբանական հարց է առաջանում, որտեղից է եկել այդ անհավանական քանակությամբ աղը։ Պատասխանը սկսվում է հենց ցամաքից, բայց, ինչպես կտեսնենք, այն մեզ տանում է դեպի շատ ավելի խորը ու բարդ մի գաղտնիքի։ Առաջին հայացքից թվում է, թե պատասխանը շատ պարզ է, բայց երբ գիտնականներն սկսեցին ավելի խորը փորել ու թվերը հաշվել, բախվեցին մի հանելուքի, որը տասնամյակներ շարունակ նրանց հանգիստ չէր տալիս։ Ամեն ինչ սկսվում է, պատկերացնում եք, սովորական անձրևից։ Երբ անձրևի կաթիլները խառնվում են օդի ածխաթթու գազի հետ, դրանք մի փոքր թթվային են դառնում։ Հետո, երբ այս ջուրը թափվում է հողի ու ժայռերի վրա, այն բարի բուն իմաստով քայքայում է դրանք, իր մեջ լուծելով աղեր ու հանքանյութեր։ Սրանք էլ գետերի միջոցով ուղևորվում են դեպի օվկիանոս։ Իսկ երբ արևը ջուրը գոլորշիացնում է, ինչ է մնում։ Ճիշտ է, աղը։ Ու սա պատկերացրեք բնավել փոքր մասշտաբի բան չի։ Ամեն տարի աշխարհի բոլոր գետերը օվկիանոս են տանում մոտավորապես 4 միլիարդ տոննա լուծված աղ։ 4 միլիարդ տոննա ամեն տարի։ Ու հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը՝ մեծ հանելուքը։ Եթե գետերն անընդհատ օվկիանոսին աղով են կերակրում, բա ինչու այն ավելի ու ավելի աղի չի դառնում։ Իրականում գիտական տվյալները ցույց են տալիս, որ օվկիանոսի աղիությունը վերջին միլիոնավոր տարիների ընթացքում մնացել է զարմանալիորեն կայուն։ Դե ուրեմն ուր է կորչնում այդ ամբողջ աղը։ Գիտնականները հասկացան մի պարզ բան. եթե կա անընդհատ մուտք, ուրեմն պետք է լինի նաև նույնքան մեծ ելք, մի տեսակ արտահոսք, որը պահպանում է հավասարակշռությունը։ Ու սկսվեց այդ խորհրդավոր արտահոսքի որոնումը։ Եկեք նայենք սրան որպես մի տեսակ բյուջեի։ Մի կողմից ունենք մուտքեր, աղեր, որոնք գալիս են գետերից ու ստորջրյա հրաբուխներից։ Մյուս կողմից ելքեր։ Օրինակ ծովափնյա ցայտերը աղը հետ են տանում ցամաք, կամ որոշ հանքանյութեր պարզապես նստում են հատակին։ Բայց երբ գիտնականներն այս ամենը հաշվեցին, թվերը չէին համընկնում։ Բյուջեում մի հսկայական անցք կար, մի մեծ հարցական նշան։ Ու գիտեք, հատկապես մագնեզիումի դեպքում այս անհամապատասխանությունն ուղղակի ահռելի էր։ Գետերն օվկիանոս էին բերում շատ ավելի շատ մագնեզիում, քան գիտությանը հայտնի բոլոր մեխանիզմերը միասին կարող էին հեռացնել։ Ակնհայտ էր, որ բնության հավասարման մեջ մի շատ կարևոր բաղադրիչ պակասում է։ Եվ այդ պակասող կտորը գտնվեց։ Ոչ թե մի տեսանելի տեղում, այլ օվկիանոսի ամենախորը, ամենամութ ու անհասանելի վայրերում։ Մի հայտնագործություն, որը պարզապես գլխի վայր շուռ տվեց օվկիանոսի քիմիայի մասին մեր բոլոր պատկերացումները։ Խոսքը գնում է, այո, հիդրոթերմալ խողովակների մասին։ Սրանք ըստ էության ստորջրյա գեյզերներ են, տաք աղբյուրներ, որոնք գտնվում են օվկիանոսի հատակին, բայց իրականում դրանք շատ ավելին են, քան պարզապես տաք աղբյուրներ։ Դե եկեք տեսնենք, թե ոնց է սա աշխատում։ Սարը ծովային ջուրը ծովի հատակի ճեղքերով ներծծվում է դեպի երկրի ընդերք։ Այնտեղ մագման տաքացնում է այն մինչև 400 աստիճան Ցելսիուս։ Պատկերացնում եք, այս գերտակ թթվային ջուրը սկսում է փոխազդել շրջապատի ժայռերի հետ։ Այն ժայռից կլանում է որոշ տարրեր, իսկ իր մեջ եղած մագնեզիումը, օրինակ, թողնում է ժայռի մեջ։ Հետո այս քիմիապես ամբողջորեն փոխված ջուրը հսկայական ուժով դուրս է ժայթքում հետ դեպի օվկիանոս։ Ու սա, տեսեք, հենց հանելուքի բանալին է։ Գետերից եկող մագնեզիումի հսկայական քանակը լիովին հավասարակշռվում է նույնքան հսկայական կորստով, որը տեղի է ունենում այս խողովակների միջոցով։ Ստացվում է, որ դրանք մոլորակի հսկայական քիմիական ֆիլտրեր են, որոնք օվկիանոսից հեռացնում են ահռելի քանակությամբ մագնեզիում եւ այլ տարրեր։ Այդքան փնտրված արտահոսքը վերջապես գտնված էր։ Ուղղակի լսեք այս թիվը, մասշտաբն ուղղակի խելահեղ է։ Գիտնականները հաշվարկել են, որ մեր մոլորակի օվկիանոսների ամբողջ ջուրը մինչև վերջին քաթիլը ամբողջությամբ անցնում է այս հիդրոթերմալ համակարգերով յուրաքանչյուր 10-20 միլիոն տարին մեկ։ Սա մոլորակային մասշտաբի մի ցիկլ է, որը դարեր շարունակ պահպանել է օվկիանոսների կյանքի համար այդքան կարևոր կայունությունը։
Լավ, ուրեմն մենք հասկացանք, թե ինչպես է բնությունը միլիոնավոր տարիներ պահպանել այս աներևակայելի հավասարակշռությունը։ Բայց ինչ է լինում, երբ այս հնագույն կայուն համակարգին միջամտում է մի նոր շատ հզոր ուժ՝ մարդու գործունեությունը ու կլիմայի փոփոխությունը։ Փաստերին նայենք։ Պարզվում է, որ ընդամենը 50 տարվա մեջ 1950-ից մինչև 2000 թվականը մեր մոլորակի ջրային ցիկլը, այսինքն գոլորշիացման ու տեղումների շրջապտույտը արդեն իսկ ուժեղացել է 4%-ով։ Հիմա կարող է թվալ, թե 4%-ն այդքան էլ շատ չէ, բայց այստեղ է թաքնված ամենատագնապալին։ Այս թիվը 2 անգամ ավելին է, քան կանխատեսում էին գիտնականների կլիմայական մոդելները։ Սա նշանակում է, որ փոփոխությունները տեղի են ունենում շատ ավելի արագ, քան որևէ մեկս է սպասում էր։ Իսկ եթե առաջ նայենք, կանխատեսումներն ասում են, որ մինչև այս դարի վերջ այս արագացումը կարող է հասնել մինչև 24%-ի։ Սա արդեն իսկապես լուրջ թիվ է։ Դե լավ, բայց ինչ է սա նշանակում պրակտիկորեն մեր կյանքում։ Շատ լավ է բացատրում հետազոտության հեղինակներից մեկը, դոկտոր Փոլ Դյուրակը։ Նա ասում է, այս փոփոխությունները վկայում են, որ չորային շրջաններն ավելի չոր են դարձել, իսկ տեղումնաշատ շրջանները ավելի խոնավ։ Այսինքն, պարզ ասած, եղած օրինաչափություններն ուղղակի ուժեղանում են։ Եվ ինչու է այս ամենը այդքան կարևոր, ինչու պետք է մեզ անհանգստացնի օվկիանոսի աղիության այս փոփոխությունը։ Որովհետև սա վերացական գիտություն չէ, սա ուղիղ կապ ունի մեր բոլորի աշխարհի ու առօրյա կյանքի հետ։ Իսկ հետևանքներն ինչ են։ Օվկիանոսի աղի հատվածները ցույց են տալիս, թե որտեղ է գոլորշիացումն ավելի շատ, իսկ քիչ աղի հատվածները, թե որտեղ են տեղումները շատ։ Երբ այս տարբերությունները մեծանում են, դա ուժեղացնում է եղանակային ծայրահեղությունները, այսինքն ավելի ուժեղ երաշտներ չորային շրջաններում եւ ավելի կործանարար հեղեղումներ խոնավ շրջաններում։ Ի վերջո, այս ամենը ուղիղ սպառնալիք է համաշխարհային սննդի եւ ջրի անվտանգության համար։ Տեսնում եք, թե ուր հասանք։ Մի թվում է, թե մանկական հարցից, ինչու է ծովը աղի, մենք եկանք ու հասանք մեր մոլորակի ամենահրատապ խնդիրներից մեկի շեմին։ Միլիոնավոր տարիներ շարունակ օվկիանոսը պահպանել է իր նուրբ, բայց կայուն հավասարակշռությունը, բայց հիմա, երբ մարդկային գործունեության պատճառով այդ հիմնարար ռիթմը փոխվում է, օդում կախված է մնում մեկ հարց. իսկ ինչ կլինի հետո։